Այս ժամի ամենաթարմ նորություններով եթերում Renews-ն է, ես Լիլիթ Մուրադյանն եմ, ողջույն սիրելի հայրենակիցներ։ Եվ այսպես մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը դատապարտել է հոգևորականների ձերբակալությունները եւ անընդունելի համարել այս երևույթը։ Վեհափար հայրապետը հանձնարարել է մշակութային առաքելությամբ Հայաստանում գտնվող Շահան arczepiskopos Սարգսյանին իր մտահոգությունն ու դատապարտումը փոխանցել քաղաքական ու պետական պատասխանատուներին եւ վարչապետին։ Իսկ այդ հանձնարարությամբ 3 Փաշինյանի հետ հանդիպած հոգևորականը ըստ կառավարության վարչապետին է փոխանցել Արամ Առաջինի ջերմ ողջույններն ու օրհնությունը։ Նիկոլ Փաշինյանն էլ խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Արամ Առաջին կաթողիկոսին։ Լսենք կաթողիկոսի առաջին հայացքից ոչ այնքան ջերմ հայտարարությունից մի հատված։ Կարելի փութով պետություն եկեղեցի ներկա վատառողջ վիճակը պետք է վերջ գտնի։ Եվ մեր ազգի ու հայրենիքի գերագույն շահերը պահանջում են, որ մեր ազգի երկու կարևոր սյուների՝ պետության ու եկեղեցու հարաբերությունները սերտ ու ամուր լինեն։ 2 ամսով կալանավորվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, իրավապահները նրան բերման էին ենթարկել Բագրատ Սրբազանի ու մյուսների գործով երեկվա դատական նիստից հետո նույն այս գործով մեկ այլ փաստաբան Ռուբեն Մելիքյանն է հականատես եղել գործընկերոջը բերման ենթարկելուն ու այն նկարագրել է որպես ավելի կոշտ, քան կձերբակալեին Ուսամա Բեն Լադենին։ Բերման ենթարկվելուց առաջ փաստաբանն իր վերջին ֆեյսբուքյան գրառմամբ քննադատել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանավորումը, մարդու իրավունքների պաշտպան է արձագանքել ու անթույլատրելի համարել խոսքի համար փաստաբանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները եւ կալանքը։ Քննչական կոմիտեն էլ հայտնել է, որ քրեական հետապնդումը հարուցվել է դատավորի դատախազի քննիչի մասին արատավորող տեղեկություն հրապարակելու հոդվածով։ Ինչպես արդեն գիտեք, 2 ամսով էլ կալանավորվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, նա 3-րդ բարձրաստիճան հոգևորականն է, որ վերջին ամիսներին քրեական հետապնդման է ենթարկվում։ Ավելին, Սրբազանը ամենայն հայոց կաթողիկոսի քրոջ որդին է, ինչը շատերը համարում են որպես ուղիղ ճնշում անձամբ վեհափարի նկատմամբ։ Ըստ ընդդիմադիրների, իշխանությունը փորձում է չեզոքացնել այն ինստիտուտը, որն ունի ընդդիմադիր ընտրազանգվածին համախմբելու ներուժ։ Վեհափար հայրապետն այցելել է Արագածոտնի թեմ եւ իր օրհնությունն ու քաջալերանքն է փոխանցել քահանա-հայրերին, որոնք հոկտեմբերի 15-ին բերման էին ենթարկվել։ Բերման ենթարկվածներից 2-ը կալանքի տակ են։ Առավոտյան դատարանը Մկրտիչ Սրբազանի խափանման միջոցը երկամսյա կալանք որոշեց։ Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանն էլ կալանավորվեց 1 ամսով։ Մյուս հոգևորականներն ազատ են արձակվել։ Ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի, վկայի կարգավիճակ ունեն։ Ըստ էության տեսակցությունները սահմանափակեց, այլ անձանց բացառության մերձավոր ազգականի, այսինքն մոր, այլընտրանքային խափամիջոցների կիրառումը, տնային կալան գրավ եւ այլն գտավ, որ այս պահին բավարար չէ։ Տեր Արամ Քահանան է երեկ խոսել լրատվամիջոցների հետ, հաղորդել, որ ինքը հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել։ Միայն Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում է բարձրաձայնել խնդիրը, որ իրեն իր կամքի հակառակ ցույցի են ուղարկել, ով ու ինչ նպատակով չէր հստակեցրել Հովանավանքի հոգևոր հայրը, բայց թող քննվի գործը, ասում է Արամ Քահանան, չնայած իրեն հարցաքննության չեն կանչել։ Հնարավոր է, որ հանրությունը օրհնի մեկին, ով որ անեծքի է արժանի, եւ հնարավոր է հանրությունը անիծի մեկին, ով որ օրհնանքի է արժանի, բայց ժամանակը ցույց կտա։ Փիլիսոփա Վարդան Խաչատրյանը հարցնում է, ինչու պետք է միայն մեկ մարդու խոսքով տասնյակ մարդկանց տներ խուզարկվեր, հետո ձերբակալություններ ու կալանավորումներ լինեին։ Նման բան պետք չէր անել, այն էլ աշխարհաքաղաքական այս անկայուն փուլում, ասում է Խաչատրյանը։ Արդյոք դա հիմք է այդպիսի յուրօրինակ զանգվածային ձերբակալության համար, ինչը իմ խորին համոզմամբ չի կարող որևէ կերպ արդարացվել, երբ որ նա մինչև վերջ քննված չէ, պարկեշտ ինչ-որ ապացույցներ ձեռք բերված չեն, ավելի խորքային գործունեության ոչ թե ինչ-որ խոսքային միջամտության տվյալ իրավիճակին, քանի որ եկեղեցին եւս ունի ինչ-որ չափով իշխան, դա ինչ-որ չափով եմ ես հատուկ նշում, որ մոտավորապես պարզ լինի, որ աշխարհիկ իշխանության ծավալները չունի այն բռնության մեխանիզմը, որ աշխարհիկ իշխանությունն ունի եւ այլն։ Երբ որ գնում ենք ընտրությունների, իշխանությունը ուզում է իր ձեռքում ամբողջովին հավաքած լինի ողջ գոյություն ունեցող իշխանության ռեսուրսը։ Ռուբեն Ռուբինյանը եւս մեկ դեպք է հիշում նախորդ դարավերջից Տեր Ասողիկ եպիսկոպոսին կալանավորել էին 1998-ին, ըստ ԱԺ փոխնախագահի։ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին ամիսներին շուրջ $1 միլիոն հափշտակության գործով ձերբակալվեց եւ կալանավորվեց հայ առաքելական եկեղեցու արմավիրի թեմի առաջնորդ Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանը։ Ինչ եք կարծում, ինչպես սրան արձագանքեց Կտրիչ Ներսիսյանը, որն այն
այն ժամանակ հանդես էր գալիս Գարեգին arczepiskopos Ներսիսյան անունով, վստահաբար պիտի Քոչարյանին մեղադրեր եկեղեցու դեմ սկսած արշավի, հակաքրիստոնեականության, շինծու մեղադրանքներ սարքելու եւ այլ տարատեսակ ապազգային մեղքերի մեջ, չէ։ Մայրաթորի այդ ժամանակվա արձագանքն է տեղադրում, որում ասվում է սպասում են դատաքննության ավարտին, վերջնական դիրքորոշումը հայտնելու համար։ Դրանից հետո տերասողիկն արդարացվել է։ Այս օրինակը ճպազրույցում վարչապետ Փաշինյանն էլ բերեց այսօր։ Նախ սկսենք նրանից, որ իմ կողմից հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա, որևէ տեղ գրած չի, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը եւ եկեղեցին նույնական են։ Էլ չեմ ասում նախկինում Հայաստանում դեպքեր եղել են, երբ որ եպիսկոպոս քրեական պատասխանատվության է ենթարկվել եւ տարիներ է անցկացրել բանտում։ Հիմա իմիջայլոց, եթե ես իմ լրագրողական տարիներից եմ դա հիշում, բայց ես հասկանում եմ, որ մեր իրականության մեջ այդ հիշողությունը չկա։ Քրեական օրենսգրքով առնվազն կալանավորվել է եւ երկար ժամանակ, չգիտեմ, դատավճիռ եղել է, թե չէ։ Ըստ կրոնագետի պատմության մեջ լինում են դեպքեր, երբ եկեղեցին ու իշխանությունները անհաշտ են, բայց դա կարող է լրացուցիչ այլ խնդիրներ առաջացնել։ Դրանք երկու իշխանություններ են։ Մեկը աշխարհիկ իշխանությունն է, մեկը հոգևոր իշխանությունն է։ Եվ բարբերաբար լինում են դեպքեր, երբ որ նրանք փոխադարձ ունենում են հակասություններ։ Այդ որևէ նոր բան չի աշխարհի երեսին, չարժի գնալ քայլերի, որոնք համահայկական խնդիրներ են առաջացնելու։ Եվ չմոռանանք էլի, որ նույն մի այդպիսի առանյակներում հին հնդկական իմաստնության մեջ կա, ասում, երբեք չբողոքես կուրությունից, եթե սեփական մատերով ես աչքերը թանել։ Մինչ հոգևորականների գործով քննությունը շարունակվում է, հասարակության մեջ չեն դադարում բանավեճերը, սա հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունների բախում է, թե հոգևոր նորոգում, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը։ Սիմոն Հովանիսյան, Լևոն Ոսկանյան եւ Գևորգ Սիանոսյան, Reopen Media։ Անցնենք առաջ, Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հոլոքոստի թանգարանում Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Նարեկ Մկրտչյանն ու Ուիթքոֆը Վաշինգտոնյան փաստաթղթերից ու տարածաշրջանային զարգացումներից են խոսել։ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Ուիթքոֆին խաղաղության եւ կայունության հաստատման գործում ներդրած ջանքերի համար։ 2.5 ժամ հեռախոսով խոսել են Պուտինն ու Թրամփը։ Աշխարհի գերագույն գլխավոր խաղաղարարը խոստովանել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը իր ամենաբարդ միջնորդական առաքելությունն է։ Այսօր Սպիտակ տանը Թրամփը կընդունի Զելենսկիին ու այսօր հաստատելի հետաքրքիր հայտարարություններ կլսենք, հիմա տեսնենք էլ ինչ է կատարվում աշխարհում։ Ռուս-ուկրաինական ճակատում ռազմական գործողությունների սրման ֆոնին Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահներ Թրամփը եւ Պուտինը տևական հեռախոսազրույցի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերեցին Բուդապեշտում գագաթնաժողով կազմակերպել, նպատակ ունենալով քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման հնարավորությունները։ Ուշագրավ է, որ այս դիվանագիտական զարգացումը տեղի ունեցավ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն լրացուցիչ ռազմական օգնություն հայցելու նպատակով Սպիտակ տուն նախատեսված այցի նախօրեին։ Զուգահեռաբար հենց նույն օրը Ուկրաինայի արևելքում Դոբրոպոլեի մերձակայքում ուկրաինական Ազով բրիգադը հաղորդել է ավելի քան 20 միավոր տեխնիկայով ռուսական լայնածավալ զրահատանկային ստորաբաժանման գրոհը հաջողությամբ հետ մղելու եւ հակառակորդին զգալի կորուստներ պատճառելու մասին, ընդգծելով դիվանագիտական քայլերի եւ ռազմաճակատում տիրող իրավիճակի միջև առկա կոշտ հակադրությունը։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, որ չնայած Թրամփի եռանդուն դիվանագիտությանը, Ուկրաինան եւ Ռուսաստանը դեռևս պատրաստ չեն խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Իսրայելի եւ Համասի միջև հրադադարի ռեժիմը մնում է փխրուն, զոհված պատանդների մարմինների վերադարձի շուրջ շարունակվող փոխադարձ մեղադրանքների ֆոնին, ինչը վտանգի տակ է դնում համաձայնագրի հետագա իրականացումը։ Այս անորոշության պայմաններում Պաղեստինի վարչապետ Մոհամմադ Մուստաֆան ներկայացրել է Գազայի վերականգնման հավակնոտ ծրագիր 67 միլիարդ դոլար արժողությամբ, որը նախատեսված է 5 տարվա համար եւ բաղկացած է 3 փուլից։ Ծրագրի իրականացման գլխավոր խոչընդոտը, սակայն, տարածքում կուտակված մոտ 55 միլիոն տոննա փլատակներն են, որոնց ծավալը հավասար է Գիզայի 13 բուրգերի զանգվածին։ Այս հսկայական աշխատանքը լրացուցիչ բարդանում է փլատակներում առկա չպայթած զինամթերքի վտանգով, որի վնասազերծումը առաջնային է, նախքան վերակառուցումը սկսելը եւ հումանիտար օգնության համար ճանապարհներ բացելը։
ԱՄՆ-ում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ Սենատում դեմոկրատների եւ հանրապետականների միջև փոխզիջումների բացակայության պատճառով ֆինանսավորման օրինագծի ընդունումն անընդմեջ 10-րդ անգամ ձախողվել է։ Այս քաղաքական անորոշության ֆոնին NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան հայտարարել է մոտ 550 աշխատատեղի կրճատման մասին։ Միևնույն ժամանակ հատուկ ընդգծել է, որ որոշումը որևէ կապ չունի Վաշինգտոնում տիրող ճգնաժամի հետ։ Ըստ լաբորատորիայի ղեկավարության կրճատումները դեռևս հուլիսին մեկնարկած ռազմավարական վերակազմակերպման ծրագրի մի մասն են, որը նպատակ ունի ապահովել կառույցի երկարաժամկետ կայունությունը, ստեղծելով ավելի թեթև ենթակառուցվածք եւ կենտրոնանալով հիմնական տեխնիկական կարողությունների վրա։ Վենեսուելայի եւ Միացյալ Նահանգների միջև լարվածությունը ասել է գագաթնակետին։ Պաշտոնական Կարակասը դատապարտել է առնվազն 27 մարդու կյանք խլած հարձակումները։ Դրանք որակելով հեղաշրջման փորձ եւ դիմում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, պահանջելով ճանաչել գործողության անօրինականությունը։ Սպիտակ տունն իր գործողություններն արդարացնում է թմրատերորիզմի դեմ պայքարով։ Այս դիրքորոշմանն է հարում նաեւ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն, հայտարարելով, որ Մադուրոյի ռեժիմը սնվում է թմրաշրջանառությունից։ Այս գործողությունները սակայն լուրջ իրավական հարցեր են առաջացրել ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ միջազգային հանրության շրջանում։ Իսկ զոհվածների հարազատները ամերիկյան իշխանություններից պահանջում են ներկայացնել թմրանյութերի առկայությունը հաստատող որևէ ապացույց։ Պերույում լայնածավալ բողոքի ցույցեր են բռնկվել նորանշանակ նախագահ Խոսե Խերեի դեմ, որոնք մայրաքաղաք Լիմայում վերաճել են բուռն բախումների եւ հանգեցրել մեկ ցուցարարի մահվան։ Նախկին նախագահ Դինա Բոլուարտեի իմպիչմենտով եւ Խերեի վիճահարույց պաշտոնամուտով պայմանավորված ցույցերի ընթացքում հազարավոր մարդիկ պահանջել են պայքար աճող հանցագործության դեմ եւ իրականացնել քաղաքական մեծածավալ բարեփոխումներ, ընդհանուր կոնգրեսի լուծարում։ Նախագահ Խերին բռնությունների համար մեղադրում է հանցագործներին, որոնք ըստ նրա ներթափանցել են խաղաղ երթի մեջ։ Իշխանությունները հաստատել են, որ 32-ամյա ցուցարարի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության սերժանտի։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Եվ վերջում եք պատահարի մասին, Երևանում ավտոբուսի մասնակցությամբ վթար է եղել, ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 97 համարի ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes Sprinter-ին, ինչի հետևանքով էլ առաջացել է շղթայական վթար, բարեբախտաբար տուժածներ չկան։ Սիրելի հայրենակիցներ, այժմ լրահոսից այսքանը, Renews-ի մյուս թողարկումը 17:00-ին, ցտեսություն։